թշնամուն ջախջախելու գաղտնիքը։ Այսօր այդ մասին պիտի խոսենք, միգուցե ասեք ինչ իրավունքով։ Այդ մասին կարող են խոսել միայն ռազմագետները, նրանք ովքեր որ պատերազմ վարելու վերաբերյալ հաստափոր գրքեր են գրել, քաջատեղյակ են պատերազմ վարելու տարբեր նրբություններին, լավագույն ձևով կարող են վերլուծել թշնամու խոցելի եւ ուժեղ կողմերը եւ դրա համար նաեւ ստրատեգիա է մշակվում, սա կոչվում է ռազմական արվեստ, շատ լուրջ մի բան է, մարդիկ հատուկ պատրաստություն են տեսնում, հատուկ ուսում են ստանում եւ դուք իրավացի կլինեք այդ բան ասելու, մենք այդ նյութով քավլիցի, որ կարողանանք խոսել կամ իրավունք ունենալ, բայց մենք կարող ենք խոսել մի թշնամու եւ մի պատերազմի մասին, որի թույլատրությունը մեզ տրված է Աստծուց։ Ելակետը, starting point-ը հետևյալն է։ Աստված հայտնում է, որ կա հոգևոր պատերազմ։ Այն անտեսանելի է, սանձազերծված է անտեսանելի ուժերի կողմից, եւ մենք որպես Աստծո որդիներ ուզենք, թե չուզենք, այդ պատերազմի մեջ ներգրաված ենք։ Եվ կա մեկ թշնամի, ինչպես Աստծո խոսքն է ասում, իր ամբողջ հրոսակախմբով, հսկայական բանակ ունի, որոնք զբաղեցնում են առաջի եւ երկրորդ երկինքները։ Մի փոքր եւ հակիրճ բացատրություն այս կապակցությամբ կարող եք լսել, որ հաճախ 7-րդ երկինք հասկացողություն նման բան են խոսում, ոմանք ավելի առաջ են գնացել 11-րդ երկինք, միգուցե տարիներ հետո 25-րդ եւ այլն։ Խաբեություն է այդ ամենը։ Այնինչ որ մենք գիտենք եւ աշխարհը պետք է իմանա Աստծո խոսքի միջոցով է։ Աստված ասում է կա 3 երկինքներ։ Երրորդ երկինքը Աստծո թագավորությունն է։ Աստծո բնակավայրը, որ կոչվում է անմերձենալի, այսինքն անկարելի է, որ մեկը այնտեղ կարողանա հասնի։ Առաջին երկինքը օզոնային շերտն է, մինչև 100 կիլոմետր, որից հետո գալիս է երկրորդ երկինքը եւ Սատանան եւ իր զորությունները այնտեղ են։ Սա աստղային շրջանն է, նաեւ երկրի վրա ինչպես Սատանան երկնքից դուրս նետվեց եւ իր գործնության սահմանները մեծացան, ծավալվեցին։ Մեկ համար կարդանք, սա կարևոր նյութ է, որ մեզ տրված է, ուրեմն Եփեսացիս 6-րդ գլուխ 12 համար, վասնզի մեր պատերազմը արյունի եւ մարմնի հետ չէ, այսինքն մարդու հետ չէ, հապա իշխանությունների, պետությունների հետ եւ այս խավար աշխարհի իշխանների հետ, երկնավորների մեջ եղող չար ոգիների հետ է։ Խավար աշխարհի իշխանները նրանք էլ զորքեր ունեն, Սատանան հսկայական զորքեր ունի եւ ամենագլխավոր ինքն է հանդիսանում։ Երկրորդ Կորինթացիս 4:4 այս աշխարհի աստվածը փոքրատարով պաշտվող ուղակի կամ անուղակի Եփեսացիս 2:2 օդի իշխանության իշխան առաջի եւ երկրորդ երկնքները ներառյալ ահա մեր միակ թշնամին որ իր զորքով հրեշտակների 1/3-ին կարողացավ խաբել նրանք ովքեր որ Աստծուն են պաշտում եւ իր հետ տարավ եւ այդ 1/3-ը ծառայում են Սատանային Սրանք են, որ թշնամացնում են մարդկանց, ազգերին, ներգործում են ատելություն։ Անհավատ աշխարհը Սատանայի գրպանում է, ինչպես ուզում է, այնպես էլ տանում է։ Հիսուս զգուշացրեց լայն ճանապարհի համար, որ դեպի դժոխք է տանում, եւ այդ լայն ճանապարհը գծելու ճարտարապետը ով է, Սատանան ինքն է։ Ամենայն զվարճություններով, փայլփլում բաներով մարդկանց տանում է այնտեղ, որի վերջավորությունը պիտի լինի ծծումբով այրված կրակի լիճը։ Իսկ հավատացյալների պարագան բավական տարբեր է, քանի որ մենք Աստծուն ենք պատկանում։
միգուցե հարց առաջանա, եթե Աստծուն ենք պատկանում, ուրեմն անհանգստանալու ոչինչ չպիտի ունենանք։ Մեծ հաշվով ոչ, բայց որոշ պարագաների համար այո, մեր օգուտի համար։ Շատ պարզ գրված է, եկեք կարդանք Եբրայեցիների նամակը, 2 գլուխ 14-15 համարները, որովհետև զավակները մարմնին և արյունին հաղորդակցվեցին, ինքն էլ նրանց բաժնեկից եղավ Տեր Հիսուս, որպեսզի իր մահով փչացնի զանիկա, որ մահվան իշխանություն ուներ, այսինքն սատանային։ Հիսուս սատանային փչացրեց։ Եվ շատ պարզ կարող եք ասել, սատանա, դու փչացած ես։ Եվ ազատես անոնք, որ մահվան վախով միշտ ծառայության մեջ են ապրում։ Քրիստոսի մեջ մենք ունենք դիրքային positional հաղթանակ։ Այն ապահովագրված է, Հիսուսի արյան արժեք ունի, իսկ ամենօրյա կյանքում վիճակի մեջ մեր թշնամին սատանան կա եւ մնում է, միջև որ այս երկրավոր կյանքից դուրս գանք։ Սատանան նաև ներկայացված է որպես հակառակորդ, adversary, նաև պրատիվնիկ ռուսերենով, անտիպոլոս հունարեն, հենց հակառակորդ է նշանակում։ Սա իր գործունեություն ունի և նաև հավատացյալների հանդեպ գործածում է հետևյալը։ Կարդանք Պետրոս առաքյալի 2-րդ նամակ 5-րդ գլուխ 8-ից 9 համարները։ Արթուն կեցեք, հսկեցեք, վասնզի ձեր հակառակորդը սատանան մռնչող առյուծի պես կպտտի և կփնտրե, թե ով պիտի կլե։ Մեկը, որ վերստին ծնունդ ունի, սատանան նրանից առնելիք չունի, որտեղ վերստին ծնունդով Քրիստոսին է պատկանում։ Բայց սատանան իր այդ պտույտներով մռնչող առյուծի պես ինքը առյուծ չէ, բայց վախեցնելու ունակություն ունի և ամեն կերպով ուզում է վնասել հավատացյալներին։ Այս պատերազմում անտեսանելի թշնամուն հաղթելու, ջախջախելու համար շատ կարևոր է նրան ճանաչել։ Ով է նա։ Երբևէ չթերագնահատենք սատանային։ Նա հանճարեղ է, genius, բայց չարի գործադրելու համար։ Խիստ նենգ է և խորամանկ է։ Եվ որն է այս անօրենի ամենամեծ զենքը։ Սուտը, Հովանու 8-րդ գլուխ և 44 համար։ Հիսուս իր 4 կողմը հավաքված բազմությանը հետևյալ ասավ. դուք ձեր հորից սատանայից եք և ձեր հոր բաղձանքը կուզեք ընել։ Որն էր այդ բաղձանքը։ Հիսուսին ուզում են սպանեն։ Հակառակ այն բանի, որ Հիսուս այդքան բարիքներ ալավ, ներգործողով էր սատանան։ Անիկա սկզբեն մարդասպան էր և ճշմարտության մեջ չկեցավ, վասնզի անոր ներսիդին ճշմարտություն չկա։ Երբ անիկա ստություն խոսի, բուն իրեններեն կխոսի, քանզի անիկա ստախոս է, հունարեն բնագրի մեջ գրված է, անիկա սուտն է, անձնավորություն է, բայց ստի մաննացումն է, և այդ ստի հայրն է, թե հայրն է, թե որդին է, ամբողջական սուտը մարդկության կյանքի մեջ եկել է սատանայի կողմից։ Հենց այդպիսիներին էլ սատանան կարող է գործածել նաև քո դեմ։ Ուրեմն սատանայի գործելակերպը պիտի հասկանանք, ինչպես է նա գործում։ Նա կարող է գործել խորհուրդներով, նա կարող է գործածել մարդկանց հավատացյալների դեմ։ Պարզ կարող եք տեսնել, ոչինչից մի մեծ պատմություն դուրս եկավ։ Մտածում ես, այստեղ չպիտի հասներ, բայց
Դրա հետևում տեսնում ես մի ձեռք անտեսանելի, ով որ ուղղորդում է այդ բանի մեջ։ Տերը ասում է, սատանայի գործերը չճանաչողներ մի եղեք։ Այսինքն ճանաչեք, իմացեք ով են այն։ Նա այդ անօրենը զորավոր կերպով գործում է իր խորհուրդների միջոցով, ներգործում է հավատացյալի մտքի մեջ։ Եվ ինչպես գրված է, սատանայի թունավոր նետերը։ Օրինակ, կարող է ականջիդ փսփսալ, կամ որևէ մեկին կարող է գործածել։ Դու մեզ պետք, դու ոչինչ չարժես, այս կյանքում ոչինչի չհասար, դու միայնակ ես և կգա մի ժամանակ, որ քեզ անգամ մի գավաթ ջուր տվող չի լինի, պատկերացնում եք, լքված և մոռացված ես, և այս խորհուրդները ինչ կարող են բերել հավատացյալի մեջ, վախի զգացողություն, անորոշություն, ինչ պիտի պատահի ինձ հետ, ահա վախը սատանայի երկրորդ զորավոր զենքն է, որի միջոցով նա փորձում է վախի մեջ պահել հավատացյալներին, բայց ինչպես Պողոս առաքյալ Տիմոթեոսին գրում է երկրորդ նամակ 1:7 Աստված մեզ, ասեք, վախի հոգի չի տվել երկչոտության, այլ զորության, սիրո և այդ հոգին ինչպիսի ստորո գելիներ որ ունի, այդ բոլորը մտնում են, այսինքն ամբողջությամբ Սուրբ Հոգին տրված է հավատացյալին։ Հետևաբար, այն ինչ որ սատանան ականջիդ կփսփսա, իմացի դա դժոխքում արդեն պատրաստված և վերհանված ստեր են, գաղափարներ են, մերժիր, ասա ետիս անցի սատանա, Տերն է իմ լույսն ու փրկությունը, ես ումից եմ վախենում, Տերն է իմ կյանքի սապավենը, ես ումից եմ դողում։ Աստված սիրում է իր զավակներին և հոգում է նրանց համար։ Հիսուս ասաց, ձեր հոգերը ինձ տվեք, ես ձեզ համար պիտի հոգամ, չէ, և ինչպիսի գոտեպնդող խոսքեր կան, եկեք կարդանք Հռոմեացիների նամակ 8-րդ գլուխ 31-ից 35 համարները։ Ուրեմն ինչ ասենք այս բաների համար, եթե Աստված մեր կողմն է, այստեղ պիտի առաջարկեմ եթեի վրա աստղանիշ դրեք և վերևում գրեք, քանի որ Աստված մեր կողմն է, ամենաճիշտ թարգմանությունը դա է, ով պիտի լինի մեզ հակառակ, նա որ իր որդուն չխնայեց, հապա մեզ համար, ամենքիս համար մատնեց զանիկա, ալ ինչպես անոր այդ բոլոր քո պետք եղած բաները քեզ չի տա, ոչ թե քո ուզած, այլ քո քեզ պետք եղող բաները, ով է որ Աստծո ընտրածներին դեմ մեղադիր կլա, Աստված է որ կարդարացնե, ուրեմն ով է որ կդատապարտե, Քրիստոս է որ մեռավ, մանավանդ որ հարություն առավ և Աստծո աջ կողմն է որ մեզ համար բարեխոսություն կնե միակ բարեխոսը, ուրեմն ով պիտի մեզ զատե Քրիստոսի սիրուց, տառապանքը, նեղությունը, անգամ մահը չի կարող զատել և հսկայական գրված է, որ որևէ բան մեզ Քրիստոսի սիրուց չի կարող զատել։ Հետևաբար, սատանան, որքան էլ քո վրա աշխատի, շատ կարևոր է, որ հասկանանք այդ խորհուրդները որտեղից են գալիս և դրա համար կարևոր է, որ մենք Աստծո խոսքը լավ իմանանք։ Հիշիր ուրեմն, Աստված մեր կողմն է, ով կարող է մեզ հակառակ լինել։ Մշտապես հիշիր։ Միգուցե ասես, որ ահագին մարդիկ կան, շրջապատից մարդիկ, չարացել են, թշնամացել են, անգամ ատելության է հասել։ Նրանք բոլորը ոչ թե քեզ հետ գործ ունեն, այլ Աստծո հետ, որովհետև Աստված ասում է, պատերազմը իմն է, ես պիտի հատուցանեմ։ Հիշիր նաև Տեր Հիսուսի հետևյալ խոսքերը և մտքիդ մեջ պահիր։ Մի լավ տեղ պահի մտքիդ մեջ, որ երբեք չջնջվի։ Մատթեոս 28:20 Ես ձեզ հետ եմ ամեն օր, մինչև աշխարհի վերջ։
Միգուցե ասում ես մի օր չի ախր, մի քանի օրեր են։ Անգամ տարիներ, ամեն օր։ Ամենավատ ունեցածդ օրը, որ քեզ թվում է, որ կարծես թե առաստաղը քո վրա է իջնում։ Կարծես որ շնչահեղձ ես լինում, այսքան հարցակումներ, աչից, ձախից, այնպես որ կարող ես բնութագրել այդ օրը որպես դժոխային օր ունեմ, բայց իմացիր, այդ պարագաների մեջ անգամ Աստված քեզ հետ է։ Տեր Հիսուսի խոսքի համաձայն։ Հավատում ենք։ Տեր Հիսուսի բոլոր խոստումները այո եւ ամեն են։ Միջև աշխարհի վերջ ինչ է նշանակում։ Միջև ազգերի դարաշրջանի վերջ, որից հետո Քրիստոս իր հազարամյա թագավորությունը պիտի հաստատի եւ այդ թագավորության մեջ մենք նրան ֆիզիկապես պիտի տեսնենք։ Հիմա մենք հոգիով ենք տեսնում, խոսքի միջոցով ենք տեսնում, բայց այն ժամանակ երես առ երես, ինչպես Հովհաննես առաքյալը գրում է առաջի ընդհանրական նամակ 3-րդ գլուխ առաջի 2 համարները։ Տեսեք, Հայր ինչպիսի սեր շնորհեց մեզ։ Երբեք չկասկածենք Աստծո սիրո վրա, երբեք, որպեսզի մենք Աստծո որդիներ կոչվենք։ Այսօր համար աշխարհը մեզ չի ճանաչում, վասնզի նրան էլ չճանաչեց։ Սիրելիներ, հիմա մենք Աստծո որդիներ ենք, եւ տակավին հայտնի չէ, թե ինչ պիտի լանք։ Աստծո որդի ենք, Աստված նաև մեզ համար անակնկալներ ունի երկնքում պատրաստված։ Երբ որ գնանք իմանանք, շահարկության չպիտի դնենք, այսա կլինի, նա կլինի, գրված չէ, բայց մի բան գիտենք, որ Աստծո որդի ենք եւ դեռ չգիտենք Աստված ինչ է մեզ համար պահել։ Բայց նաև կա գրված, որ մենք Աստծո կողմից կարգված ենք որպես թագավորներ եւ քահանաներ, որ երկրի վրա տեսանելի թագավորության մեջ մասնակից պիտի լինենք։ Բայց գիտենք, երբ որ անիկա հայտնվի, նրա պես պիտի լինենք, փառավորյալ մարմին հագած պիտի լինենք, վասնզի նրան պիտի տեսնենք, ինչպես որ է, երես առ երես պիտի տեսնենք, այդ փառքի մեջ պիտի տեսնենք։ Հովհաննես առաքյալը իր մարմնավոր մարմնի մեջ էր, այսինքն ադամական մարմնի մեջ էր, երբ որ Հիսուսին փառքի մեջ տեսավ, ասում է մեռելի նման գետին ընկա։ Բայց մենք երբ որ փառավորյալ մարմնով հայտնվենք, նրա պայծառ երեսը պիտի տեսնենք եւ մեր կարոտությունը պիտի քաշենք, այն պիտի կատարյալ լինի այդ հանդիպումը։ Մենք մեկ մտածում ենք այս մասին, հա? Գոնե ձեր երևակայության մեջ դրեք, որ Հիսուսի հետ հանդիպենք, ինչպիսի հանդիպում պիտի լինի դա։ Սատանան սուտն է եւ ստության հայրը։ Ստի աղբյուրն է, իրենից է սկիզբ առնում սուտը։ Բայց հիմա միգուցե հարցնես, եթե Աստված այդչափ հոգում է, ինչու այսքան անվերջանալի փորձություններ են գալիս։ Անշուշտ հասկանում ենք, որ անվերջանալի ասածը խիստ չափազանցություն է, բայց հնարավոր է, որ մի փորձությանը հետևի մեկ այլ փորձություն, երբ որ փորձություն ասում ենք, դրա մեջ ներկայացնենք նեղություններ, տառապանքներ, ամեն տեսակի բաներ, ցավեր, հիվանդություններ։ Եվ միգուցե ասում ես արդեն հոգնել եմ, ել չեմ դիմանում, այսքան էլ աղոթք եմ անում, Աստված աղոթքս չի լսում։ Այդտեղ սատանան քեզ խաբում է։ Աստված քո աղոթքը լսում է, բայց ասում ես պատասխան չկա։ Չպատասխանելն էլ պատասխան է, բայց իմացիր վստահորեն, Աստված լսում է մեր աղոթքները։ Քեզ պարտված ես զգում, սա էլ սատանայի սուտն է։ Մենք հաղթություն ունենք Քրիստոսի մեջ։ Հիսուս ես ձեզ հետ եմ միջև աշխարհի վերջ, այդպես ասաց։ Այդ դեպքում ինչու է թույլ տալիս մի փորձությունը չավարտված ուրիշ մեկը գա։ Այս ամենը Աստծո թույլատրելի կամքի մեջ են։ Ինչու։ Քո եւ իմ
օգուտի համար։ Դժվարությունների հետ առերեսվելը դա հոգևոր աճի եւ դասեր սովորելու դարբնոց է։ Դարբնոց գիտեք ինչ է։ Դարբին blacksmith անգլերենով եւ ռուսերենով կուզնյեց։ Դարբինը այդ մետաղի հետ ինչպես է վարվում, շիկացած մետաղին կռում է, հարվածներ է տալիս, ձևը փոխում է, ինչպես որ ուզի։ Նույն կերպով Աստված մեզ հետ է աշխատում։ Մենք հոգևոր դարբնոցի մեջ ենք, Սուրբ Հոգին այդ դարբինն է, որ մեզ կռում է, հղկում է, որ Քրիստոսի պատկերին կերպարանակից լինենք։ Ոչ թե մենք պիտի բողոքենք նեղությունների, դժվարությունների, փորձությունների համար, այլ հարատևորեն դրանով պիտի անցնենք Աստծուն էլ փառք տալով եւ վերջնական արդյունքում մենք հաղթանակած ենք։ Աստված մեր մեջ քարակտեր է կերտում։ Հայերեն մի քիչ լավ չինչուն, բնավորություն, բայց հունարենը երբ որ նայում ենք, կարակտերաս, այսինքն հունարենից է եկել մնացած բոլոր լեզուների մեջ քարակտեր բառը վերցված է։ Միայն հայերենի մեջ է կոչվում բնավորություն։ Հունարենի թարգմանությունը գիտեք ինչ է նշանակում։ Բնություն, մեր ներքին բնությունը Աստված կերտում է։ Եվ դրանով նաև արտահայտվում է մեր կյանքի մեջ այդ ամենը։ Եկեք Հռոմեացիների նամակից կարդանք 5-րդ գլուխ 3-ից 5 համարները։ Ոչ միայն այսքանը, հապա նաև նեղությունների, փորձությունների, դժվարությունների, տառապանքների մեջ կպարծինք։ Ինչպես թե դրա մեջ պարծենալ կլինի, ավելի լավ բառ ասեմ ձեզ, կուրախանանք, կհրճվենք, rejoicing։ Վասնզի գիտենք, թե նեղությունը համբերություն կգործի։ Նեղությամբ անցնում ես եւ Աստված պետք եղած համբերությունը քեզ տալիս է։ Համբերությունը փորձառություն, որովհետեւ այդ նեղությունները եկան անցյալում, առաջինից անցար, երկրորդը եկան, երկրորդից, երրորդից ավելի փորձառու ես դառնում։ Երբ որ նորը գալիս է, հիշիր հները, որոնց միջով Աստված անցկացրեց եւ դրանք մնացին հետևում։ Եվ եթե դրանց միջով անցնում ենք գոհունակ սրտով եւ Աստծուն փառք ենք տալիս, իրապես թե Աստված է փառավորվում, թե մենք շահում ենք հավիտենականության մեջ։ Համբերությունը փորձառություն եւ փորձառությունը հույս։ Այս հույսը երբեք չի կտրվում հավատացյալի համար, որովհետև գիտենք, միջև երկինք մտնելը մենք հույսով ենք ապրում, հույսը ամոթով մեզ չի թողնելու։ Վասնզի Աստծո սերը մեր սրտերի մեջ տարածված է Սուրբ Հոգիի միջոցով, որ մեզ տրվեց հավատքով ստացանք։ Այս հաղթվելը կամ փորձություններով անցնելը մեզ տանում է ավելի խորը ինքնաճանաչման։ Մենք մեզ ենք սկսում ճանաչել, թե այդ պարագաների մեջ մենք ինչպես մտածեցինք, մենք ինչպես գործեցինք եւ նաեւ ավելի իմաստություն ենք ձեռք բերում։ Այդ կերպով մենք ավելի լավ ենք սկսում հասկանալ Աստծո անչափելի մեծությունն ու զորությունը, թե ինչպիսի Աստված մենք ունենք։ Փորձությունները, նեղությունները, դժվարությունները պիտի գան։ Տեր Հիսուս ասաց, այս կյանքի մեջ ինչ նեղություններ պիտի ունենաք, բայց քաջասիրտ եղեք, ես աշխարհին հաղթել եմ։ Այն հավատացյալը, ում կյանքում նեղություններ չկան, ուրեմն նրա կյանքի մեջ սխալ մի բան կա։ Եվ այս ամենը, ինչ որ մեզ հետ պատահում է, մեզ հիշեցնում են, որ մենք Աստծուց կատարելապես կախման մեջ ենք։ Complete dependency from God. Աստծուց կախվածության մեջ ենք։ Եվ հաճախ մենք դա մոռանում ենք։ Մեզ թվում է մենք ինքներս ենք, մեր ուժերով, մեր կերպերով պայքարում ենք, բայց
Երբ որ մեր կերպերով պայքարում ենք, հոգնում ենք, բայց երբ որ պայքար Աստված է տանում Սուրբ Հոգու միջոցով, էլ հոգնել չկա։ Հիշիր նաև հետևյալը, առաջի Կորինթացիս 6-րդ գլուխ 20 Դու, նաև ես, գնով ծախու առնվեցինք, ինչ գին է տրված, մեր փրկության համար Հիսուսի արյունն է տրված։ Ահա այդ գնով ենք մենք ծախու առնվել, այլևս մեր անձերի Տերը չենք, մենք ու մենք պատկանում Տեր Հիսուս Քրիստոսին։ Ուրեմն սա կատարված դեպք է, խաչի վրա եղավ, Հիսուս մեզ գնեց իր արյունով, եւ այդ խոսքի միջոցով հաստատումը մենք ունենք, 2000 տարի հետո խոսքը մեզ է հասել, եւ մենք իմացանք այդ մասին։ Այս պարագային մի բան ունենք անելիք, եթե մեզ նեղությունները պատում են ամեն կողմից, դժվարություններ, փորձություններ, ծնկի գանք, մեր ծնկները ծալվեն Տիրոջ առջև, աղոթք եւ շարունակ աղոթք գումարած Աստծո խոսք, Աստվածային զորություն։ Կարևոր է, որ մենք կենտրոնանանք Աստծո վրա, ոչ թե այն արդյունքի կամ վիճակի, որ մենք ունենք։ Այդ բայի դրությամբ արդյունքը բացասական է, քեզ պարտված ես զգում։ Հիսուսին նայենք, պատվիրված է, Եբրայեցիս 12:2, Հիսուսին նայենք, մեր հավատքի առաջնորդին եւ այդ հավատքը գործադրության դնողին, որ իր արչեւ եղած ուրախության համար ամոթը արամարեց, անարգ մահվան խաչը հանձը առավ մեզ համար, Հիսուսին նայենք։ Իր օրինակը կատարելության օրինակն է։ Գեթսեմանի պարտեզում աներևակայելի ճնշումների տակ, այնպիսի ճնշումներ, որ այդ քրտինքը արյան հետ միասին էր դուրս գալիս իրենից։ Սատանայական ամբողջ ուժերը իր վրա էր հարձակված։ Նախքան խաչելության չարչարանքները, ինչպիսի չարչարանքներ կրեց մեր Տերը։ Խաչի վրայի անասելի ցավը միջև այս պահը միգուցե շատեր ասեն, որ Հիսուս պարտված վիճակում է։ Ահա տեսեք, կարծես թե անօգնականի նման նրան խաչի վրա գամեցին, բայց այն պահին, երբ որ ասավ ամեն բան կատարվեց, թելեհո, ամեն բան ամբողջացավ եւ իր հրաշափար հարությամբ հաղթանակ տարվեց, սատանայի, մեղքի, գերեզմանի, դժոխքի վրա, ամեն ինչի վրա Հիսուս հաղթանակ տարավ։ Եվ մենք իր մեջ այդ հաղթանակը ունենք։ Դրա համար էլ կոչվում ենք հարությալ որդիներ։ Լավ, Հիսուս կատարյալ էր, իր մեջ մեղք չկար, եւ զարմանալի չէ իր հաղթանակը, իր օրինակը։ Հոբ կոչվող մեկը, որ երանելի անունը ստացավ։ Մեր նման մահկանացու մեկն էր, եւ իր կյանքի մեջ ինչպիսի փորձություններ եկավ, Աստված երբեք թույլ չտա նման մի փորձություն մեկի կյանքում գա։ Եկան հայտնեցին, ասեն 10 զավակներ հետ մահացան։ Մեկի մահը սարսափելի ցավ է։ Միանգամից 10 զավակների մահ կարող է երևակայել։ Մի քանի հիվանդություններ միաժամանակ իրեն պատեցին։ Ամբողջ ունեցվածքը կորցրեց։ Այն հեղինակավոր մարդը, այդ տարածաշրջանի հարգված մեկը, այլևս ում է պետք այս մարդը։ Սատանան կնոջը հանեց մեջտեղ։ Ասավ, այսքանից հետո դեռ կատարելությանդ մեջ մնում ես։ Աստծուն հայոյի մերի գնա։ Եվ Հոբ ասաց, դու անզգամ կնոջ նման ես խոսում, Աստծո ձեռքից բարիքները առնենք ու չարիքները չառնենք։ Սա հոգևոր մեծ գիտակցություն է, որ Հոբ ուներ, մեզ այնց հազարավոր տարիներ առաջ է ապրել։ Նա որ ասավ, վերջին ժամանակները իմ փրկիչս երկրի վրա պիտի գա, որտև գիտեմ նա ողջ է։ Եվ Աստված այս հաստատակամության եւ նվիրումի համար նրան խիստ վարձատրեց, փոխհատուց եղավ։ 10 զավակներ էր կորցրել, 10 զավակներ նրան տրվեց։ Եվս 140 տարի ապրեց դրանից հետո,
Եվ շատ ու շատ հրաշալիքներ, իր կորցրածների կրկնապատիկը, Աստված փող հատույց եղավ նրան։ Եվ Հոբը, որ թվում էր, թե պարտված մի կյանք ունի, հաղթանակած դուրս եկավ բոլոր փորձությունների մեջ։ Իմ ու քո պարագան քավլիցի անգամ չի համեմատվի Տեր Հիսուսի փորձությունների հետ։ Հոբի փորձությունների հետ էլ մենք չենք կարող մեզ համեմատել, որովհետև ահռելի փորձությունների միջով նա անցավ։ Ահա մեր փորձությունների համար Աստված ինչ է ասում։ Կորինթացիների առաջին նամակ 10-րդ գլուխ 13 համար։ Ձեզ մարդկային փորձությունից զատ ուրիշ բան պատահած չէ։ Բայց Աստված հավատարիմ է, որ ձեզ պիտի չթողի, որ ձեր կարողությունից ավելի փորձվեք։ Հապա դրա հետ մեկտեղ նաև ազատության միջոցը պիտի հանի, որպեսզի կարող լինեք համբերել։ Աստված ամեն մեկիս կարողության չափը գիտի, եւ դրանից առավել չի թույլ տա, որ մենք փորձվենք, այլ երբ որ այդ սահմանը պիտի անցնի, ազատության միջոցը անպայմանորեն պիտի հանի։ Պողոս առաքյալ, Աստծո նվիրյալ մեկը, ինչպիսի փորձություններ կրեց։ Ահա որ փորձություններ։ Մի ամբողջ էջ իր փորձությունների մասին գրում է, ասում է ստիպեցիք, որ գրեմ։ Եվ կարդում ենք ու զարմանում ենք։ Ադամի սերունդ եղող մեկը ինչպես կարող է դիմագրավել նման փորձությունների, որտեղ իր մեջ Սուրբ Հոգին խիստ զորավոր էր։ Կարդանք Երկրորդ Կորինթացիս 11-րդ գլուխ, այս համարները կարդանք, եւ ինչով որ մենք անցնում ենք, համատության մեջ դնենք, աշխատանքներով ավելի, ուրեմն Երկրորդ Կորինթացիս 11-րդ գլուխ եւ 23 համարից, ծեծերով ավելի, բանտարկություններով ավելի, մահվան վտանգներով շատ անգամ, հրյաներեն 5 անգամ 41 պակաս ծեծ կերա, այսինքն 39 անգամ, եթե 40 լիներ եւ հանկարծ անցներ այդ սահմանը, ով որ ծեծի է ենթարկում, նրան պիտի ծեծեին։ 3 անգամ ձաղկով ծեծվեցա, ձաղկ ինչ է? Ռադ անգլերենով, ճիպոտով ծեծվեցա։ 1 անգամ քարկոծվեցա, հիշում եք այդ պատմությունը, քաշեցին, ասեցին մահացած է, բայց Աստված կենդանացրեց։ 3 անգամ նավաբեկության հանդիպեցա, նավը խորտակվեց 3 անգամ, սուզվեց։ Գիշերմը եւ ցորեկմը ծովու անդունդը մնացի, անշուշտ թարգմանության իրական ջրի վրա մնացի։ Այդ ասենք նավից կտորներ, բեկորներ էր մնացել, դրա վրա կախված մնաց մարդը։ Շատ անգամ ճամփորդությունների մեջ չարչարվեցա։ Գետերեն վտանգներ, ավազակներեն վտանգներ, իմ ազգես վտանգներ, հեթանոսներեն վտանգներ, քաղաքի մեջ վտանգներ, անապատի մեջ վտանգներ, ծովու վրա վտանգներ, սուտ եղբայրների մեջ վտանգներ կրեցի։ Պողոս առաքյալ, ես ինչպես կարողացար դիմանալ այս ամենին։ Ինքը քանիցս ասել է, ոչ թե ես, ապա Աստվածի մեջ։ Ջանքի ու աշխատանքի մեջ, շատ անգամ անքուն գիշերների, անօթության եւ ծարավի մեջ, շատ անգամ ծոմ կենալու մեջ, ցուրտի ու մերկության մեջ էի։ Մոռանանք արտաքին նեղությունները, ամեն օրվա զբաղումները, բոլոր եկեղեցիների հոգսը վրաս կդիզվեր։ Ով կտկարանա, ես չեմ տկարանա, ով կգայթակղի, իմ սիրտս չայրիր, եթե պարծենալ պետք կլա, միայն տկարությանս բաների վրա կրնամ պարծենալ։ Ահա թե ինչերով անցավ Պողոս առաքյալը եւ մեզ համար էլ գրում է, ձեզ մարդկային փորձությունից զատ ուրիշ բան չի պատահած։ Այս ամենը ինչ որ Պողոս առաքյալ ունեցավ եւ դրանց միջով անցավ, այս ամենը Աստծո կատարյալ հսկողության տակ էր։ Այնպես չէր, որ
Աստված Պողոսին թողել էր, ինչպես անցավ։ Ոչ, it was under control by God. Աստված իր կյանքի մեջ այդ հսկողությունը ուներ, Աստված տեղյակ էր, տեսնում էր, ահա գործնական կյանքում իրապես արձանագրած հաղթանակներ։ Այդ պարագաներում, երբ որ մեկը Պողոսին տեսներ, պիտի ասեր, ինչ պարտված մեկն է, Աստծուն էլ պաշտում է, հլա սրա վիճակին նայեք։ Բայց այն պահին, երբ որ ասավ, բարի պատերազմը պատերազմեցի, ընթացքը կատարեցի, հավատքը պահեցի, եւ սրանից հետո ինձ կա ու կմնա կենաց պսակը, որ արդար Տերը պիտի տա ոչ միայն ինձ, այլ բոլոր նրանց, ովքեր անոր հայտնությունը սիրեցին։ Աստված ամենագետ է, ամենատեղյակ է։ Եվ նաև այս խոսքը բոլոր նրանց համար, ովքեր ասում են, միգուցե մտքի մեջ են ասում, պետք չի որ ասեն։ Սատանան է այդ միտքը բերում։ Այս բաների միջով անցնում եմ, Աստված չի տեսնում։ Եվ սա լսում ենք մենք հավատացյալների շրթունքներից։ Եվ սա շատ ցավալի է։ Եվ այսպիսի խոսքը Աստծո սիրտը խոցում է։ Սաղմոս 139-ում կարդում ենք առաջի 4 համարները։ Ով Տեր զիս քննեցիր ու ճանցար, երբ ճանաչեց Աստված մեզ, մեր մոր որովայնի մեջ դեռ չձևավորված։ Դու գիտես իմ նստելս ու ելնելս, այսինքն ամեն բան։ Աստված գիտի այս պահը, հետո այստեղից որ դուրս եկանք, ուր ենք գնալու, ինչ ենք անելու։ Իմ շավիղս ու պարկիլս կքննես, իմ խորհուրդս հեռու ենք իմանաս, անմերձենալի լույսերի միջից, Աստված մեր խորհուրդները գիտի, թե մենք ինչ ենք մտածում, ու իմ բոլոր ճամփաներս գիտես, վասնզի բնավ խոսք չկա իմ լեզվիս վրա, ահա ով Տեր, դու ամեն բան գիտես, այսինքն դու ամենագետ ես, կանխագետ ես, ամենակարող ես, ամենուրեք եղող ես, Աստված ամենա, այո, միայն ինքը։ Այսպիսով, ուրեմն, փորձությունները պիտի գան, եղբայրներ, քույրեր, սատանայի շարունակական հարձակումները պիտի լինեն, մռնչող առյուծի նման մեր 4 կողմը պիտի պտտվի, մարդկանց էլ պիտի գործածի մեր դեմ, շատ կարևոր է, որ մենք չընկճվենք, don't be discouraged, չընկճվենք, չասենք ինչ է պատահում, դեռ ավելին, որտեղ որ հոգևոր հաջողություն կա, այնտեղ հարձակումներն ու փորձությունները ավելի պիտի լինեն։ Պետրոս առաքյալը առաջի դարի հավատացյալներին էր գրում, անշուշտ նաև մեզ է վերաբերում դա, եւ իր առաջին նամակում 4 գլխում հետեւյալն է ասում. Այն ժամանակ գիտեք, ոչ միայն հոգեբանական ճնշումները կար քրիստոնյաների վրա, այլ նաև ֆիզիկական ճնշումներ։ Հռոմեական իշխանության ամբողջ տարածքին քրիստոնյաներին սպանում էին իրենց հավատքի համար, Հիսուսին Աստված դավանելու եւ կայսրին մերժելու համար։ Գրում է սիրելիներ, առաջին նամակն է 4 գլուխ 12 համարից։ Սիրելիներ, օտար բան մի սեպեք, այսինքն դա սա ձեզ թող խորթ չթվա։ Այն նեղության բորբոքումը, որ ձեզ փորձելու համար կլա, որպես թե օտար բանը ձեզի հանդիպած է։ Հապա ուրախ եղեք, փորձությունների մեջ ուրախ եղեք։ Թվում է սա անհեթեթությունը, աբսուրդ։ Ինչպես կարող ես փորձության մեջ ուրախ լինել։ Բայց գիտակցական մոտեցում է պետք, որ Տերը տեղյակ է, թույլ է տվել ինքը սրանից պիտի ինձ ազատի։ Քանի որ Քրիստոսի չարչարանքներին հաղորդակից եղած եք, որպեսզի անոր փառքի հայտնվելու ատեննել ցնծությամբ ուրախանաք։ Եթե Քրիստոսի անվան համար նախատվիկ, երանելի եք, Մակարիոս, շատ օրհնված եք, վասնզի փառքի եւ զորության եւ Աստծո օգին ձեր վրա հանգչած է։ Արդարև, անոնց կողմանե կա հայոյվի անիկա,
բայց ձեր կողմից կփառավորվի։ Զգուշացում չլինի, թե ձեզ մեկը չարչարվի իբրև մարդասպան կամ գող կամ չարագործ կամ իբրև ուրիշի բանին խառնվող, քիթը ուրիշի գործերի մեջ մտցնող, որի հետևանքով կարող են շատ բարդություններ առաջանալ։ Բայց եթե չարչարվի իբրև քրիստոնյա, թող չամաչի, հապա սրա համար Աստծուն թող փառք տա։ Այստեղ ֆիզիկական անգամ հետապնդումները, հալածանքները չկա։ Այն ինչ որ մեզ պատահում է, ինչպես Պողոսը գրեց, զուտ մարդկային, կենցաղային բաներ են, որ տեղի են ունենում։ Սատանայից պաշտպանվելու համար Աստված տվել է գործիքակազմ, գործիքների համադրություն, զենքեր։ Ինչպիսին են դրանք։ Հրանոթ, ունենք հրանոթ, տանկ, եթե ռուսական եղավ, ընդհանրապես քաշվեց։ Դրանք ոչ նյութական են։ Եկեք կարդանք 2 Կորինթացիս 10-րդ գլուխ 3-ից 5 համարները։ Թեպետ մարմնով կքայլենք, բայց ոչ թե մարմնավորապես զինվորություն կնենք։ Վասնզի մեր զինվորության զենքերը մարմնավոր չեն, հապա Աստծո զորություն առած ամրոցներ քանդելու։ Այդ որ ամրոցներն են։ Միգուցե չինական պատը։ Հա? Ինչի մասն է խոսքը։ Սատանայի դրած ամրոցները, որոնք նաև մեզ շատ հաճախ հոգևոր ազատությունից զրկում են, մեզ նկուն են անում, մեր գործելու դաշտը փոքրացնում են, հապա Աստծո զորություն առած ամրոցներ քանդելու, մենք խորհուրդները կքանդենք, կհասկանանք և կասենք, ետիսանցի սատանա, սա քեզանից էր, և Աստծո գիտության դեմ բոլոր հպարտացած բաները, բարձր բաները և բոլոր մտքերը Քրիստոսին կհնազանդեցնենք և գերի կանենք։ Զենքեր թե ոչ։ Զենքեր են, այո, սրանք զենքեր են։ Աստծո խոսքը մեր մտքի մեջ պիտի ամրագրվի։ Մենք պիտի սեփականացնենք Աստծո խոսքը։ Դրա համար ինչ է պետք։ Հռոմեացիս 12:2 Ձեր մտքի նորոգությամբ նորոգվեք։ Այդ նորոգությունը renew your mind։ Եվ հունարենով ասում է մետամորֆու, ձեր միտքը թող այլակերպվի։ Միջև այս մարմնավոր բաներ եք խորում, մտածում, հիմա հոգևորապես խորեցեք։ Շարունակական գործ է սա, միջև այս երկրավոր կյանքից դուրս գալը, որպեսզի իմանանք Աստծո կամքը, որ բարի է, հաճելի է և կատարյալ է։ Այս կերպով է, որ մեզ սատանայի բոլոր չար գործերը պիտի բացահայտվեն, ջրի երես պիտի գան։ Հակոբոս 4:7 ասում է. Հնազանդեցեք Աստծուն, ինչպես իր խոսքին, հետևաբար խոսքով էլ իր կամքին, երբ որ այդպես լինի, սատանան ձեզանից կփախչի։ Եթե Աստծուն մենք հնազանդվենք, սատանան մեզնից պիտի փախչի։ Ինչպես Տեր Հիսուսի պարագան եղավ անապատի փորձության ժամանակ, շատ անոթի էր, և սատանան եկավ 3 անգամ, 3 հարցում, 3-ն էլ Աստծո խոսքով։ Եթե դու Աստծո որդի ես, այս քարերին ասա, որ հաց դառնա, այսինքն իմանանք, և Հիսուս ինչ ասաց, մարդ միայն հացով չի ապրում, այլ Աստծո բերանից ելած ամեն խոսքով, ապա բարձր տեղ Հիսուսին բարձրացրեց և ցույց տվեց աշխարհի փառքը, ունեցվածքը, հարստությունը, ասաց. այս ամենը քեզ կտամ, որովհետև ինձ է տրված, եթե ինձ երկրպագություն անես։ Շատ հաճախ հարցնում են, ասում են, անհավատ մարդիկ, այդքան ճոխության, հարստության մեջ ապրում են, որտեղից է, Աստված է նրանց օրհնել։ Մենք ասում ենք, ոչ, սատանան է օրհնել։ Սատանան տվել է, որ դրանով նրանք զբաղվեն, երբեք Աստծո մասին չմտածեն։ Դեռ ավելին, իրենց փողը, զորությունը, դիրքը, ամեն բան լինի իրենց կուռքը, իրենց Աստվածը։ Ուրեմն Տեր Հիսուսին
այդ հարցումով մոտեցավ եւ Հիսուս ինչ ասաց նրան. «Միայն քո Տեր Աստծուն պաշտես եւ նրան երկրպագություն անես»։ Եվ երրորդ մեկը, որն էր, նորից բարձր տեղ հանեց նրան եւ ասաց. «Եթե դու Աստծո որդի ես, այստեղից քեզ գցի, որովհետեւ գրված է, իր հրեշտակներին պիտի ապսպրի եւ քեզ իրեն ձեռքերի վրա պիտի վերցնեն, որպեսզի ոտքդ քարին չդիպչի, եւ Տեր Հիսուս ասաց. քո Տեր Աստծուն երբեք չփորձես»։ Ուրեմն տեսնում եք, չէ՞, որ սատանան որքան խորամանկ է։ Նա գիտի ինչպես մոտենա, ինչպես գործի։ Թշնամուն ջախջախելու համար այս ամեն նշվածները մենք հաշվի առնենք նաև հետևյալը. Սատանան ստությունն է, իսկ մեր զենքը ճշմարտությունն է։ Ինքը Տեր Հիսուս Քրիստոսն է, Լողոսն է։ Ճշմարտություն ունենք, ճշմարտության դեմ ոչինչ չի կարող կենաց խոսքը։ Եվ Եփեսացիների 6-րդ գլուխը, որ մեզ ներկայացնում է Աստծո սպառազինությունը, շատ կարևոր է, ասում է մեջքերնիդ ճշմարտությամբ ամրացրեք, 6-րդ գլուխ 14 համար եւ շարունակաբար։ Ինչպես, այսինքն մեր մեջքին որևէ բան կապենք, ինչպես մեր մտքի մեջքը։ Ընդհանրապես մեջքը համարվում է զորության հաստատությունը, չէ՞, կարևոր է։ Մեր մտքի մեջքը ամրապնդենք։ Ինչպես կարող ենք ամրապնդել։ Աստծո խոսքով, խաղաղության ավետանի պատրաստությունը, Աստծո հետ հաշտությունը, որ ունեցանք, եւ նաեւ այդ հաշտության բարի լուրը ուրիշներին տանենք։ Գիտեք սատանան որտեղ է պարտվում, երբ որ Աստծո խոսքով հոգիներ են շահվում։ Նրա ամբողջ նպատակը ինչն է, մարդկանց իր հետ միասին դժոխք տանել։ Բայց երբ որ մարդիկ հավատքի են գալիս, ապաշխարում են, Հիսուսին որպես Տեր ու Փրկիչ են ընդունում, ահա սատանան այդտեղ պարտվում է։ Հետևաբար մենք ամեն մեկս մեր կարելին պիտի անենք Աստծո խոսքի տարածման համար։ Մեկ նախադասությունը, մեկ խոսքը կարող է մարդու մեջ գործ կատարել։ Եվ Սուրբ Հոգին այդ գործը կկատարի։ Ուրեմն ակտիվ լինենք Տիրոջ դաշտի մեջ եւ իր խոսքը տարածենք։ Ասում է դրեք փրկության սաղավարտը։ Սա ինչ սաղավարտ է։ Հռոմեացի զինվորները դնում էին իրենց գլխին այդ սաղավարտը, security of salvation։ Մեր փրկության վստահությունը, նա որ մեր մեջ բարի գործ կատարեց, միջև Տիրոջ օրը պիտի ամբողջացնի։ Մեկը որ Հիսուսին է պատկանում, սատանան այլևս Հիսուսի ձեռքից նրան չի կարող տանել։ Ուրեմն շատ կարևոր է, որովհետև կատարած մի մեղքի սխալի հետևանքով սատանան պիտի հայտնվի ականջիդ փսփսա։ Դու ես ասում, որ փրկված ես, այդ ո՞ց ես փրկված, բայց մեղքը։ Եվ նրան ասա, «Ետիս անցի սատանա, եւ ես Հիսուսի արյունով ծախու եմ առնված»։ Այո, սայթակեցի, սխալ գործեցի, Տիրոջ առջև անկես խոստովանեցի իմ մեղքերս եւ Հիսուս Քրիստոսի արյունը ինձ ամեն մեղքից սրբեց, մաքրեց։ Եվ անշուշտ կարևոր է, որ գործածենք միակ հարձակվողական զենքը Սուրբ Հոգու սուրը, որ է Աստծո խոսքը։ Եվ ինչպես պիտի այն գործածենք, Հիսուս ինչպես գործածեց սատանայի դեմ, գրված է, ոչ թե փորձենք մարդկային գաղափարների վրա զարգացումներ բերել, այլ լավագույնը գրված է, Աստծո խոսքը ամենահուսալին է եւ կատարյալ է։ Մի խոսք, որ քարացած սրտերն է փշրում, կյանքեր է փոխում։ Ուրեմն ամբողջացնենք այսօրվա նյութը։ Քրիստոսի մեջ մենք դիրքային positional հաղթանակ ունենք, բայց
կարևորվում են նաև վիճակի մեջ, ամեն օրվա մեր ապրած կյանքի մեջ կարողանանք հոգևոր պատերազմին մասնակից լինել և հաղթանակներ գրանցել։ Մանավանդ, որ Աստված մեզ տվել է բոլոր գործիքները, սատանայի դեմ պայքարելու ամբողջ զինանոց է մեզ տրվել, հետևաբար այդ ամենը մենք յուրացնենք և սատանայի դեմ պայքարենք մինչև Տիրոջ գալուստը։ Մեկ անգամ ևս հիշենք, նեղությունները, փորձությունները, դժվարությունները Տեր Հիսուս խոստացավ ասելով, պիտի գան, դրանք մեր հոգևոր շինության համար են, մեր քարակտերը կերտելու համար են, ինչ էլ որ լինի, երբևէ սատանայից չվախենանք, որովհետև Տեր ասում է, քաջասիրտ եղեք, ես հաղթել եմ թե աշխարհին և թե սատանային և մենք էլ իր մեջ այդ հաղթանակը ունենք։ Տեր օրհնի իր խոսքը և ձեզանից ամեն մեկին, Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը և Սուրբ Հոգու հաղորդությունը Աստծո ժողովրդի հետ լինի, ամեն։
լցեց քո սիրով ապրում եմ ես քո հույսով Սիրտս լցեց քո սիրով